Շիրակի մարզի Աշոտսկ խոշորացված համայնքի կրասար բնակավայրում անասունների մոտ բրուցելոզի դեպքեր են արձանագրվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչները խոշոր եղջերավոր կենդանիներից վերցրել են արյան անալիզներ։ Ֆերմեր կա, որի 50 գլուխ կովից 37-ի մոտ բրուցելոզ է հայտնաբերվել։ Կովերի մեջ բրսիլոզ կա։ Գումա եկանք նայեցինք, այդ կովերը ծախել եմ, այդ մեկը ծախել եմ, կովերը 5-ը ծախել էի։ Այդ կովի գլուխը գտնես բերես։ 39 հադից առել են վերցրել են արուն, որից 33 հադը հանել են հիվանդ։ ՍԱՏՄ աշխատակիցները ֆերմերներին հայտնել են, որ բրուցելոզով վարակված կենդանիները պետք է հարկադիր սպանդի ենթարկվեն։ Սպանդանոցները սակայն հիվանդ կենդանու միս նեժան գնով են տանում։ Գյուղում կովերի ծնի շրջանն է։ Հանել են թուղթը ցույց կտան 15 օրվա ընթացքում պետք է մաքրեք։ Սպանդի հարցն է քննարկում, թե ոնց են կազմակերպելու, կամ այսօր կամ վաղը կտեղեկացնեն էլի։ Չենք սկսել, բայց այսօր կամ եկուց 250 գլուխ նամս։ Ես չգիտեմ, էժան է, թանկ է, ես այդ ընդանուր չգիտեմ ոնց են կազմակերպելու։ Գազիկով երևի հարմար կլինի էլի գյուղացում։ Ֆերմերներից մեկն էլ պատմում է, որ դեկտեմբերին են իր ֆերմայի անասուններից արյուն վերցրել։ Պատասխանել են, որ անասունների մոտ հիվանդություն չկա։ Փետրվարին սակայն անալիզի արդյունքները դրական են եղել։ Նեսը կաբաց կովել։ Ինչ կաբան, այդ ամիս սկիզբից 10 կովել լավ բրսիլոս։ Դիք ինչ հասկանամ։ Մեկ կողմից սննդի տեսչությունը կսե հավրանքը պետք է հանես մորտես, մյուս կողմից է բանկը եկել է վաշկերը կուզե։ Անասնաֆերմա կա, որտեղ բոլոր կովերն ազնվացեղ են։ Ֆերմերը վարկ է վերցրել եւ շվից տեսակի կովեր գնել։ ՍԱՏՄ աշխատակիցները նրան էլ ասել են, որ անասունները պետք է մորթվեն։ Շիրակի մարզի Մեծ Սեպասարի վարչական ղեկավար Գարիկ Ավետիսյանը հայտնել է, որ իրենց գյուղում հիվանդություն չկա, սակայն 1 ամիս առաջ բրուցելոզի պատճառով 2-ից 3 գլուխ անասուն են սպանդի ենթարկել։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ձևավորվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խմբի շրջանակներում մարզային այցեր են նախատեսված, վնասի փոխհատուցման մասով բոլոր սցենարներն ըստ նախարարության քննարկվում են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։